Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Իրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրերից ավելի ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, հայտնել է արտերկրում գործող ՀՌԱՆ իրավապաշտպան կազմակերպությունը։ Նշվում է, որ սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ 2-ը կապված են անվտանգության ուժերի հետ։ BBC-ի իրանական ծառայությունն էլ այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահը եւ ինքնությունը։ Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակում, սակայն նշում են, որ կան վիրավորներ։ Իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու եւ 2076-ի ձերբակալվելու մասին։ Ըստ լրատվամիջոցների, Իրանում ցուցարարները լիակատար վերահսկողություն են հաստատել Աբդանան քաղաքի նկատմամբ, որը գտնվում է Իրաքի սահմանի մոտ։ Մեկ այլ Իլամ քաղաքում ոստիկանությունը հրաժարվել է ցրել բողոքի ցույցը։ Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին Միացյալ Նահանգների դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն պատրաստ է գործել։ ԱՄՆ պետդեպարտամենտը պարսկերենով կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ցույցեր են տեղի ունենում ամբողջ երկրում, շուկաներում, համալսարաններում, բնակելի թաղամասերում։ ԱՄՆ-ի տվյալներով զոհվել է առնվազն 29 մարդ, ձերբակալվել ավելի քան 1200 ցուցարար, սակայն շարժումը շարունակվում է անդադար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քարտուղարը խորապես վշտացած է անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջև բախումների հետևանքով մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու մասին հաղորդագրություններից եւ ընդգծում է ցանկացած հետագա զոհերի կանխարգելման անհրաժեշտությունը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին շեշտել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը դնել։ Իրանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ երկրի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը հստակ եւ անհատելի կարմիր գծեր են ու ցանկացած թշնամական գործողություն կամ սպառնալիքների շարունակություն կարժանանա համաչափ վճռական եւ վճռորոշ պատասխանի։ Հայտարարությունում ընդգծվում է, որ լարվածության ցանկացած սրման հետևանքների պատասխանատվությունը կրելու են այն կողմերը, որոնք թիրախավորում են տարածաշրջանային անվտանգությունը եւ Իրանի ինքնիշխանությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խիստ քննադատել է իրանական ազգի վրա արտաքին ճնշումը, չնայած մարդու իրավունքների պաշտպան լինելու իրենց պնդումներին, ընդգծելով, որ երկիրը հզոր է իր ժողովրդի շնորհիվ։ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի հակառակորդները պատժամիջոցների եւ տնտեսական սահմանափակումների միջոցով փորձում են խոչընդոտել երկրի առաջընթացը, միաժամանակ իրենց ներկայացնելով որպես Իրանի ժողովրդի պաշտպաններ։ Նա հայտարարել է, որ լայնածավալ հանցագործություններ եւ կոտորածներ կատարածները այժմ հավատացնում են, թե մարդու իրավունքների պաշտպաններ են, նման դիրքորոշումները անվանելով խորապես հակասական։ Խոսելով Գազայում, Լիբանանում, Պաղեստինում մարդասիրական ճգնաժամերի մասին, նախագահը շեշտել է մարդու իրավունքների աղաղակող խախտումները։ Ըստ Փեզեշքյանի, կանայք, երեխաները, տարեցները ռմբակոծվում են, մինչդեռ մեղավորները խոսում են մարդու իրավունքների մասին։ Դա իսկապես աղետալի իրավիճակ է։ Իրանի նախագահը շեշտել է, որ բոլոր կառավարական հաստատությունները, այդ թվում վարչակազմը, խորհրդարանը, խորհուրդները եւ այլ մարմիններ պետք է սերտորեն կապված մնան հանրության հետ։ Իսկ ակստորիալ գահաժառանգ Շահ Ռեզա Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։ Նա շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել ազգային հանրաքվեի եւ սահմանադրական ժողովի միջոցով։ Իրանի վերջին շահի որդին դիմելով իրանցիներին կոչ է արել համատարած դուրս գալ փողոց ու տապալել իշխանությունը։ Սիրիայի հյուսիսային Հալեբ քաղաքում կառավարական զորքերի եւ քրդերի գլխավորած ուժերի միջև բախումները, որոնք սկսվել էին դեռ տարեվերջին, շարունակվում են։ Զոհվել է առնվազն 9 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում մարտական գործողությունները սկսելու համար։ Մարտյան համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում էր կիսաինքնավար քրդական վարչակազմը եւ զինված ուժերը նոր սիրիական կառավարությանը միավորել, կանգ է առել ու լարվածությունը երբեմն վերածվում է բախումների, մասնավորապես Հալեպում, որն ունի երկու քրդական մեծամասնությամբ շրջաններ։ Թուրքիան, որը սիրիական նոր կառավարության մտերիմ դաշնակիցն է եւ իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայիններին համարում է անվտանգության սպառնալիք, պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները, ներառյալ Սիրիայում գտնվողները, վայր դնեն զենքերը։ Բախումների ֆոնին Սիրիայի իշխանությունները դադարեցրել են Հալեպի օդանավակայանից եւ դեպի այնտեղ թռիչքները։ Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են, Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի արարողությունները չեղարկվել։ Նահանգապետի որոշմամբ հունվարի
հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկված են, փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ հայերի շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հյուպատոսարանն էլ շարունակում է իր գործունեությունը, ծառայություններ մատուցելով Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին։ Եվ այժմ կմիանանք Իրան, իմ զրուցակիցը Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն է։ Ողջույն պարոն Քեշիշյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայրյան, շնորհակալություն։ Պարոն Քեշիշյան, նախ կխնդրեմ մեզ տեղից իրավիճակի գնահատում տակ ներկայացրեք վերջին տեղեկությունները եւ առհասարակ ինչ է կատարվում Իրանում ու մասնավորապես մայրաքաղաք Թեհրանում։ Երևի այս մասին արդեն բավական երկար խոսել ենք տարբեր առիթներով, ընդհանրապես երկրում տնտեսական եւ հիմնականում գնաճի հետևանքով բողոքի ձայն բարձրացավ եւ շուկայում եւ ժողովրդի կողմից, ինչը բնականաբար պետք է փորձեին հանդարտեցնել կառավարական կողմից եւ որոշակի ձեռնարկներ ունեցան, աշխատեցին, որ լուծումներ տան, բայց այնուամենայնիվ դեռ այդ լուծումները իր արդյունքներ չի տվել, այդքան արագ բնականաբար չէր կարող արդյունք տալ, դեռ պիտի սպասել տեսնել, որոշակի բողոքները շարունակվում են տարբեր քաղաքներում, եւս նաեւ մայրաքաղաքում շուկան հիմնականորեն խնդիր ունի, որովհետեւ տարադրամի գնի փոփոխությունը ուղղակիորեն տագնապ ստեղծեց շուկայում, որովհետև այն ապրանքը, որ մինչև 3 հնարավոր էր գնել, ասենք 100 չափաբաժնով, այսօր դա վերածվել է 130-140-ի, ինչը որ շատ բարդ վիճակ է ստեղծում եւ շուկայի համար եւ մարդկանց համար։ Իսկ պարոն Քեշիշյան, ինչպես եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։ Մարդիկ ակնհայտորեն դժգոհ են եւ բավականին տարածում են գտել այս ցույցերը։ Կարծում եմ շատ հստակ եւ հասկանալի է, որ երբ որ մարդկանց ուղղակիորեն կյանքի կենցաղի ապրուստի առօրյա հացի, անապազորյա հացի դժվարություն է ստեղծում, ժողովրդի մոտ ցասում եւ պորտկում է առաջանում եւ սա ճիշտ է պատկերն է, այսինքն երբ որ ժողովուրդը զգաց, որ իր ունեցած եկամուտը չի կարող արդարացնել իր առօրյան անցկացնել համար բողոքի ձայն բարձր եւ այդ բողոքին պիտի փորձեն լուծում տալ կառավարական կողմը եւ կառավարական ընդհանուր գերատեսչությունները, եթե չհաջողցնեն դրան այն լուծումը, որ պետք է տալ եւ արտարացնեն ժողովրդի պահանջը, կարող է հարցերը ավելի բարդանա, ավելի ծանրանա վիճակը եւ շարունակվեն ցույցերը։ Հակառակ դեպքում կարող է վերականգնվել կայունությունը եւ խաղաղվել երկիրը։ Ես կխնդրեմ նաև, որպեսզի մենք անդրադառնանք միջազգային արձագանքին, մասնավորապես Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ դրան իրանական կողմի պաշտոնական արձագանքներին։ Այդ իրավիճակը որքանով կարող է հնարավորություն տալ արևմտյան խաղացողներին, նաև Իսրայելին, ինչ-ինչ գործողությունների դիմել Իրանի դեմ։ Դե երևի թակուն չէ ոչ մեկից, որ եւ իսրայելական եւ արևմտյան կողմը փորձեցին, որ իրենք նաեւ այս հարցերից հանուն իրենց շահերի օգտագործել եւ հայտարարություններ հնչեցնել, այս դրանք չեմ կարծում այդքան կարող են իրենց ամենայն դեպս իրենց համար օգուտ բերել, որովհետեւ այստեղ ներքինի հարց կա ավելի շուտ եւ սովորաբար դուրսից եկող որևէ շարժում կամ ակտ չի կարող երկրի ներսում հեղափոխություն ստեղծել կամ փոփոխությունների տանել։ Բնական է, եթե ժողովուրդը համբերությամբ սպասում է, կանջում է կամ իր արդար բողոքն է բարձրացնում, ուրիշներն փորձեն չարաշահել դրանից եւ իրենց քաղաքական նպատակները հետապնդեն, բայց այնուամենայնիվ դժվար թե իրենք կարողանան դրան հասնել, նամանավանդ որ որոշ նաեւ ցույցեր եղավ տեղական կետնի վրա, ի դատապարտում արևմտյան միջամտությունների, իմիջիալոց նաև պաշտոնական դիրքորոշում է այդ կապակցությամբ հնչեց նույնիսկ որոշակի հայտարարություններ հնչեցին, որ մեր աշխունեն այլ երկրների հնչեցրեցին եւ Ամերիկայի եւ Իսրայելի անունները, բայց ինչ ասես, դրանք ամենայն դեպս լինելու են, այսինքն
փորձելու են այդ կայնալ, բայց այստեղ ճիշտ մոտեցումների հետևանքով կարող են հարցերը լուծել, այսինքն եթե ներքին դաշտում են լուծումները, որ պետք է կամ ժողովուրդը սպասում է կառավարությունը կարողանա իրականացնել այդ փոփոխությունները եւ դրական փոփոխություններ առաջացնել, այդ դեպքում արտաքին կամ մոտեցումներ չեն կարող որոշակի քայլ անել կամ որոշակի արդյունքի հասնել։ Այնուամենայնիվ Իրանի շուրջ հնարավոր էսկալացիայի մասին խոսվում էր նաև ավելի վաղ, մասնավորապես նախորդ տարի հունիսին տեղի ունեցած այդ 12-օրյա պատերազմից հետո շարունակվեցին խոսակցությունները, որ թեմային այդքանով չի փակվելու, հա, եւ իսրայելական կողմն էլ պարբերաբար Միացյալ Նահանգների հետ խորհրդակցություններ է անցկացնում շոշափելով իրանական թեման, վերջերս էլ Դոնալդ Թրամփն էր լուսանկար հրապարակել գլխարկով, որի վրա գրված էր, որ նորից հզոր դարձնենք Իրանը եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այս սոցիալական խնդիրների վրա հիմնված բողոքի ցույցերը տեղում ներսում ցուցարարների կողմից որքանով կարող են, այսպես ասենք, հակված լինել հենց արտաքին միջամտությանը Իրանում հարց լուծելու համար։ Բարեբախտաբար կարծում եմ, որ հիմա այդ տեսակ վիճակ չկա, որ ժողովուրդը հույսը գապի արտաքին աշխարհի հետ, բայց այնուամենայնիվ ժողովրդի արդար պահանջը չի կարող անպատասխան մնալ կառավարության կողմից։ Եթե ասում ենք այնպիսի վիճակ ստեղծի կառավարությունը, հարցերին լուծում չտա, չգնա այն չձեռնարկի միջոցներ, որոնցով կկարողանա ժողովրդի առօրյան, այսպես ասենք, բարձ պահանջները պատասխան տա եւ դրական լուծումներ առաջարկի կամ գործնականում դրանց հասնի, այդ դեպքում շատ հնարավոր, ասենք, բաներ կարող է լինել, ժողովուրդը կարող է հուսահատության դեպքում մանքալեր գնա, բայց դժվար թե մենք նույն պարագան տեսանք նաեւ 10-րդ պատերազմի ժամանակ, երբ որ փորձեցին Իսրայելը եւ Ամերիկան ճնշում բանեցնել իրանական կողմի վրա, Իրանում ավելի միասնականություն ստեղծվեց եւ իրենք էլ զգացին դա եւ արևմտյան եւ նույնիսկ իսրայելական որոշ վերլուծական կենտրոններ հաստատեցին նման փորձերը ավելի միասնական դարձնում եւ հիմա նորից նույն շարունակում են միջոցներով փորձում են միջոցներով ճնշել այս երկրին եւ այնուամենայնիվ կարծում եմ այս հարցը եւ նախապես խոսվել է որ շնորհակալությունը որոշակի տարադրամ էր փոխներից որոշան շրջանակների, որոնք ապներգի պետաներով դա հասնել ուրտին, բայց հետո լուծվեց վերջին գոնե 7 տարիներում մոտավորապես 20 միլիարդ դոլարի չափ գումար չի ներմուծվել երկրին, ինչը որ երկրից դուրս է եկել։ Դա ահռելի մեծ վնաս է հասցրել երկրին եւ երկրի տնտեսությանը։ Եվ նման իրավիճակ է ստեղծել, այսինքն եւ տարադրամի կնի բարձրացում եւ գնաճում ընդհանրապես երկրում եւ տնտեսական այսպես խարխուլ վիճակ, ինչը որ ավելի բարդացրել է երկրի վիճակը եւ հիմա հասցրել է նրան, որ ժողովուրդը եւ նամանավանդ շուգան այս հարցի մեջ ներս է մտել եւ իր բողոքի ձայնն է բարձրացրել, որ այնպիսի վիճակ բան կողմը դրում է արտարացի եւ ասում է որ պատրաստ է երկխոսության մեջ մտնելու բոլոր պահանջների համար, բայց եւ նույն ժամանակ իհարկե խոսում են նրանից, որ տակին, այսպես ասած, կողմի խաղացողների պատասխան չեն, շատ կոշտ են վարվել։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն էր։ Այժմ համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։